Հանրու լրատվականը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործող նիստերը տևական ժամանակ է հակակոռուպցիոն դատարանում չեն կայանում, կապված վերջինիս առողջական խնդիրներով։ Հանրու լրատվականը հայտնել էր, որ նա տևական ժամանակ հիվանդանոցում էր։ Այսօր Վլադիմիր Գասպարյանը ներկայացել էր հակակոռուպցիոն դատարան, ու մայրաքաղաքում աղմկարուց կրակոցների, իրավիճակի պատասխանատուների, իրավապահների գործողությունների եւ հանցագործությունները կանխելու մասով հարց ուղղեցինք Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մեղադրանք է առաջադրվել, որ նա 97-2011 թվականներին զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության վարչության պետի, ապա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, տեղյակ լինելով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության թիվ 20440 զորամասի 3 զինծառայողների կողմից իրենց բուն գործողությունները չկատարելու եւ զորամաս չհաճախելու մասին։ Որևէ միջոց չի ձեռնարկել, արդյունքում նշված ժամանակահատվածում վատման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար։ Վլադիմիր Գասպարյանը հակակոռուպցիոն դատարանում էր, վերջինս հիվանդանոցից դուրս էր գրվել եւ հանրապետությունում աղմկարուց կրակոցների մասով վերջինիս ուղեցինք հարցեր։ Կրակոցների, մտահոգիչ կրակոցների ուղղակի որտեղ է էլի թերացել համակարգը, պարոն Գասպարյան։ Երկարժանը մեկուսացված է նաև հիվանդում է, ոչ դիաբետում է չէ, իսկ ոտից կնատականներ տալը նեսած չսած։ Օրը ցերեկով կրակոցներ են, պարոն Գասպարյան, հնչում, 20 տարեկան է սպանվում, 15 տարեկան է, երբ որ դուք համակարգում եք, որ նման դեպքեր է լինում, առաջինը ումից եք պատասխան պահանջում, պարոն Գասպարյան։ Անձնակազմից այդ ուրիշ դեպքեր անցագործությունները լինում են, նար դերերել կենտրոնանալ իշխանությունների վրա չկարողանում։ Բայց վենդետաներ կան, պարոն Գասպարյան, շարունակվում են մարզերում, օպերատիվ աշխատանքներ ձախողվել։ Այդ էլ ամիջտ է, վենդետաները միշտ են չի որ նոր բաներ։ Պարոն Գասպարյան, եթե վերադառնայիք համակարգ։ Չեմ վերադառնալ։ Բայց ամենակարևորը, եթե վերադառնայիք։ Այն կարող է վերադառնալ, բայց Ոստացել եք, որ 60 տարով եք։ խապել է։ Եմ առողջությունը շիներում։ Հանցավոր աշխարհը ոստիկանությունից վախենում է, պարոն Գասպարյան, թե մտածում են օրը ցերեկով կարող են ավտոմատով։ Սելա միշտ եմ վախենում, ու միշտ եմ կվախենամ։ Այդ ձեզ։ Ինչի հետևանք են այս կրակոցները։ Էշություն հետևանք։ Պատերազմի հետևանք, թե ապօրինի զենքի հետ կապված։ Այս պատերազմը լիքը ապօրինի զենքեր բերեցին։ Բա պայքարում են շրջանառության դեմ, բայց փաստացի օրը ցերեկով կրակում են, պարոն Գասպարյան։ Ես իսկա եթե մեկը բերում թաքցնում են, այդ ձև չի որ։ Սուպտի բաժակներով կանեմանամ այս մեկը ձեն ֆունիզաչ, մեկը մի դերի ծրում։ Պարոն Գասպարյան, դուք համակարգի այն մարդկանցից եք եկել, չէ, դուք համակարգի այն անձացից եք եղել, որ նախկին պաշտոնյաների տուն իրավապահ համակարգ այդ թույլն ոստիկանությունը մուտք է գործել, դուք շատ լավ եք ճանաչում այդ համակարգը։ Օրինակ Գագիկ Ծառուկյանի, Հովիկ Աբրահամյանի տուն մտնելու իրավապահ մարմինների օրինական իրավապահ գործողությունների եւ քաղաքական հրանգի այդ սահմանը դուք տեսնում եք, թե ոչ, ցուցադրական այդ սահմանը կա, հատվել է այդ սահմանը, կա այսօր այդ սահմանը։ Չեմ կարող գնահատական տալ, որովհետև նրանով ճիշտ հեռուստացույցով նայում ենք, դրանով գնահատականներ չեն տալ։ Բայց ասած ոչ պրոֆեսիոնալ է հեռուստացույցի կադրերով գնահատականներ տալ։ Եվ ի վերջո, պարոն Գասպարյան, ինչի հետևանք են այսօրվա աղմկարուց կրակոցները, այս հանցավորությունը, այս կրիմինալի, այսպես օրը ցերեկով կրակոցները, ոչ իրավապահ համակարգի, ոչ պրոֆեսիոնալների օպերատիվ հետևանքները, հասկանում եք, եթե մի բան ասես, միսը չասես, չի ասում լիքն են հետևանքները։ Սա հետևանքներն ասեմ, դպրոցից վերջացած վարշագույն ուսումնական հաստատություններ, բոլոր ընտանիքներ, բոլոր տեղերն թերացում։ Եթե մարդիկ արդեն գնացել են, գնում են, թերանում ենք, ես էլ, դու էլ, տունն էլ, փողոցն էլ, հարևանն էլ, բարեկամն էլ, բոլորը թերանում ենք։ Պետք է ցել նոտը։